Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր 5-շաբթի է, մեր հերթական հաղորդման օրն է։ Խոսելու եմ Մարս մոլորակի մասին, որը շուտով խավարումներից առաջ մտնելու է Խեցգետնի կենդանակերպ։ Օգոստոսի 11-ից այն անցնելու է Խեցգետին մինչև սեպտեմբերի 28-ը։ Ներանձնային, այսպես հուսանք, որ երկրի ներսում էլ այսպիսի խժդժություններ չեն լինի։ Միշտ այդ ժամանակահատվածում թշնամիները հարձակում էին գործում մեր հայրենիքի այդ սահմաններին, ինչ որ մի դիվերսիոն բան անում էին, բայց հուսանք, որ այս մի քանի տարվա խաղաղության սերմերը արդեն գցել ենք։ Սիրելի խեցգետիներ, գիտեմ էմոցիոնալ եք, այո, տեսնում եք իմ մոտ էլ էմոցիաները միանգամից արտահայտում են, լարված իրավիճակներ կարող է լինել խոյ, կշեռ, խեցգետին եւ միշտ ասում եմ, այնտեղ այծեղջյուր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, նրանք ովքեր պետական վայրերում են աշխատում, պետք է զգուշ լինեն, ղեկավարների հետ կոնֆլիկտներ կարող է լինել, տանը կարող է կոնֆլիկտ լինել, խանգարել ամբողջ այդ process-ին, սոցիալական վիճակի հետ կապված, սոցիումում դրսևորելու վարկանիշի հետ կապված, այդ ամենը ինչ որ այսպես ինտրիգներով կարող են ընթանալ։ Չերկարացնեմ, սիրելի հետևորդներ, խոսենք Խեցգետին եւ այծեղջյուր այդ առանցքի համար։ Սիրելի խեցգետիներ, տեսեք, այդ քանի որ Սատուրն խոյի կենդանակերպում է գտնվում, ձեր կարծես այսպես լարված վիճակում է գտնվելու առաջին եւ 10-րդ տները, առաջին եւ 10-րդ տները, առաջինները ձերից պատճառով կարող եք ընկնել խեցգետիներ, հարգելիներս, խնդիրների մեջ, ձեր էմոցիաները պահեք ուղակի մի փոքր, տանել, եթե խոյ խեցգետին, այծեղջյուր եւ կշեռ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ եք, այդ խաչն է, բացարձակ խաչն է, խնդիրներ են ունենում, ղեկավարների հետ կարող է խնդիրներ ունենալ, ղեկավարները սուր հրահանգներ եւ սուր կարող են արձագանքել ձեր էմոցիոնալ այդ պոռթկումներին։ Ուշադրություն դարձրեք հարաբերությունները չվատարանան հայր ծնողի եւ ղեկավարների հետ, այսինքն սոցիալական դիրքի հետ կապված խնդիրներ չեմ ուզում ասել անկում եւ նաեւ ձեր իսկ անձի հետ կապված վիրահատություններ կարող են լինել այդ ժամանակահատվածը, եթե պլաստիկ վիրահատություն կամ էսթետիկ միջամտություն եք ցանկանում կատարել, ես ամբողջական օգոստոս ամսվա հաղորդումներ ձեզ ներկայացրել եմ, խնդրեմ, նրանք դիտեք, գոնե բարենպաստ օրեր ընտրեք։ Այսինքն կոնֆլիկտային իրավիճակ ինքներդ ձեզ հետ, ձեր ղեկավարների հետ եւ նաեւ աշխատանքային այդ process-ում, բայց ավելի բարձր ատյանների հետ կարող են լինել։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր գործընկերների, ձեր զուգընկերների եւ նաեւ ձեր ջուրտունը, ընտանիք, հայրենիք, օջախ, ուշադիր եղեք, սիրելի այծեղջյուրներ, հենց վառացի քիչ առաջ դա է ասում, որպեսզի դուք խնդիրներ չունենաք, տուն, ընտանիք, օջախ, մայր ծնողի հետ կարող են խնդիրներ լինել ձեր մայր ծնողի եւ ձեր զուգընկերոջ միջև, եթե հարսանիք նշանադրություն նմանատիպ միջոցառումներ եք ցանկանում կազմակերպել, հատուկ օրեր կան, նորից եմ ասում օգոստոս ամսվա համար, երբ որ լուսինը լինի խոյ, այծեղջյուր, կշեռք եւ այնտեղ խեցգետին կենդանակերպերում ուշադիր եղեք, եթե նշում եմ բարդ է, ապա այդ օրերին ոչինչ մի իրականացրեք։ Կոնֆլիկտային իրավիճակ կլինեն տանը, սուր խոսակցությունները կարող են ազդել ձեր առողջության վրա, գլուխը կարող է ցավել, աղեստամոքսային տրակտը կարող է այդպես այդ աշխատանքը խաթարվել, ինչևէ սուր զգացողություններ, սուր ցավեր, կոնֆլիկտներ, որը տեղի կունենա ձեր շրջապատում, ձեր գործընկերների, զուգընկերների հետ առնչվելիս կամ տան անդամների հետ։ Սիրելի առյուծներ, ձեր դեպքում ախտահարվում են կարծես 12-րդ եւ 9-րդ տները։ 12, 9, դրանք ամենակարևոր տներն են արտերկրում ապրողների համար, ովքեր այնտեղ ինտեգրվելու հարց ունեն։ Եթե ուժային կառույցներն են մոտենում ձեզ, կոնֆլիկտներ փորձեք կոնֆլիկտների մեջ մի ներգրավել, որտեղ մի կողմից Սատուրնը խոյում է, մյուս կողմից Մարսը խեցգետնում։ Բնակության վայրի հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն։ Թղթերը ձեր անպայման թող կարգին վիճակում գտնվեն, որտեղ հատուկ մարմինները կարող են ուղղակի միանգամից սուր արձագանքել եւ խնդիրներ ունենալ այդ ատյանների հետ։ Տեսնում եք ուժային կառույցներից են, տեսնում եք ոստիկաններ, տեսնում եք զենք զրահ են կրում, թեկուզ սովորական մարդիկ, կոնֆլիկտային մարդկանցից հեռու գնացեք, մանավանդ
որ դուք գտնում եք ձեր հայրենիքից հեռու։ Իսկ եթե հայրենիքում եք, ուրեմն սիրելի առողջներ, ներսում եք պետք է ուշադիր լինեք։ Դրսից եկած ինչ որ մեկը կարող է պրովոկացիոն ինչ որ քայլի գնալ եւ եկեք տեսեք, որ դուք խնդիրներ կունենաք համապատասխան մարմինների հետ, մանավանդ նրանք, ովքեր գտնվում են մեկուսացման վայրերում, բայց միշտ ասել եմ, որ այս մոտակա 1 տարվա մեջ ձեր վիճակը կարող է ավելի բարելավել, եթե նշված ժամանակահատվածում օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 28-ը դուք կարգազատ չեք եղել։ Սիրելի ջրհոսներ, այդ կոնֆլիկտային իրավիճակը աշխատանքում, կենցաղում, քույր եղբայր մտերիմների հետ հարաբերություններում կարող է լինել։ Եթե իրար հետ համատեղ ինչ որ վայրում եք աշխատում, ապա կոնֆլիկտներ կարող են լինել։ Մի կաթիլ մեղրի պատմությունը Մարսը խեցգետնում։ Պետք է ուշադիր լինեք, սիրելի ջրհոսներ, որպեսզի կոնֆլիկտ չլինի ներսում աշխատակիցների հետ։ Այդ կոնֆլիկտները կարող են գալ կենցաղային խնդիրներից։ Նաև, եթե դիմելու եք դիմածնոտային կամ կրծքի մասի այդ վիրահատական պրոցեսներին, ուշադիր լինեք եւ ձեզ է վերաբերում սիրելի խեցգետիներ, եւ նաեւ ձեզ է վերաբերում սիրելի ջրհոսներ, որովհետեւ 6-րդ տուն է, բայց ընդհանուր տիեզերքում գլուխ եւ խեցգետին այդ հատվածում մոտակա ժամանակահատվածում, մանավանդ սեպտեմբերի սկզբի մոտակայքում լարումներ են լինելու։ Ասում եմ, եթե դիմեք համապատասխան միջոցների պլաստիկ վիրահատություն, էսթետիկ միջամտություն, զգույշ եղեք, այդ օրգան համակարգերը ավելի թույլ են եւ նրանք գտնում են էներգետիկ ճնշման տակ։ Պահեք ձեր գլուխը, պահեք ձեր ստամոքսը, սուր, կծու, թթու, այդ սննդակարգը ընդունելուց իմացեք համապատասխան ռեակցիաներ լինել, գլխացավեր կարող է լինել եւ ընդհանուր առմամբ այդ դիրքերը նրանք կարծես հրդեհակայուն, այդպիսի ինչը հրդեհներ հնարավոր են լինել, այդ հրդեհը կարող է, այդ կոնֆլիկտը կարող է տեղի ունենալ ձեր քույր եղբայր, հարևանների եւ նաեւ ձեր աշխատանքային այդ միջավայրում։ Մի փոքր ջրի հետ կապված կարող է ջուրը այնտեղով չհոսել, կռիվ լինի, օգտագործեն սուր ծակող գործիքներ, դա բոլորին է վերաբերում։ Սուր ծակող գործիքներից եւ տեսնում եք, եթե կռվազան անձ է, հեռու մնացեք, որտեղ այդ իրավիճակը եթե հասունացավ, անպայման պատկան մարմինները, ուժային կառույցները այն անձին միշտ ասեմ, որ գրում են այստեղ ուսադիներ, որոնց ձեռքում զենք կա, բառացի են բացատրում, ուղղակի խնդիրների առաջ կարող եք կանգնել։ Սիրելի կույսեր, ձեր խնդիրը կարող է վերաբերել ձեր համախոհներին, ձեր ընկերներին, նրանք շատ էմոցիոնալ կարող են լինել։ Հնարավոր է կտակի հետ կապված, նաև այդ ներդրումների հետ կապված որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ առաջանան, սենտիմենտալ չլինեք, ձեր նպատակները հստակ ներկայացրեք, որովհետև այդ ամենից կապված է նաև ձեր այդ գումար վաստակելու, գումար ունենալու եւ ձեր ապագա պլանները առաջ գցելու այդ ամբողջ process-ը։ Ուշադիր եղեք, որպեսզի չնեղացնեք ձեր ընկերներին, էմոցիոնալ չլինեք, ձեր հույզերը կայուն պահեք, որպեսզի մի փոքր խոսակցությունից չդառնա այդ մեծ մի կաթիլ մեղրի պատմությունը։ Զգուշավորություն, ընկերներ եւ նաեւ ներդրումներ այդ հարթակում։ Սիրելի ձկներ, ձեր 5-րդ երկրորդ տանն է։ Սիրելի ձկներ, հնարավոր է ձեր երեխաների վրա գումարներ վատնեք, հնարավոր է նեղություն լինի, կոնֆլիկտային իրավիճակ լինի ձեր երեխաների հետ եւ նաեւ ֆինանսի հետ կապված։ Կարող է տանը ինչ որ այդպես գումարներ ծախսեք, որոնք նաև 5-րդն ոչ միայն երեխաներն են, դրանք ճոխություններն են, փորձեք չափը պահել, կարող է այսպես ոգևորված գնաք ինչ-որ մեծ, կարևոր բան գնեք, հետո հասկանաք, որ այդքան էլ պետք չէ։ Սուր ծակող գործիքներն են այդտեղ, կահույք, եթե ցանկանում եք գնել, կարող է մետաղական մասը շատ լինել։ Վերանորոգման աշխատանքներ, եթե սկսեք, մեծ գումարներ կարող եք ծախսել եւ անդադ հնարավոր է կոնֆլիկտներ լինեն այն մարդկանց հետ, որոնք աշխատում են սուր ծակող գործիքներով, Մարսը, այդտեղ Մարս մոլորակի գործառույթն է ներկայացնում։ Կոնֆլիկտային իրավիճակները ուղղակի կարող են արտահայտվել ձեր ֆինանսական դաշտում եւ նաեւ երեխաների հետ, բայց եթե դուք տեղեկացված եք, ես միշտ ասում եմ, որ օգոստոսը ամենահրաշալի ամիսն է, վիդեոն արդեն իսկ
2 շաբաթից ավել է տեղադրված է, դրական օրերը օգտագործեք եւ փորձեք հարաբերությունները հարբել ձեր երեխաների հետ։ Սիրելի կշեռքներ, ձեր միջանձնային հարաբերությունները եւ ստատուսի դաշտում է։ Հարաբերությունները կարող են լարվել ձեր ղեկավարների, ձեր գործընկերների հետ։ Նաեւ զգուշացեք, սիրելի կշեռքներ, այստեղ ամուսնալուծության ասպեկտ է։ Եթե չեք ուզում լինի, ուրեմն զգուշ եղեք, ուրեմն ձեր հույզերը պահեք, ձեր գործընկերները, ձեր զուգընկերները, ձեր ղեկավարները հնարավոր է կոնֆլիկտային լինեն։ Մի քիչ ավելի փափուկ եղեք, սիրելի կշեռքեր, էսթետներ եք, չէ՞, ես միշտ ասում եմ, դուք ուրախանեք, էմոցիաները պահեք, փորձեք ավելի ճկուն լինել, ինչպես միշտ կաք, եւ այդպիսով կփրկեք եւ ձեր ամուսնությունը, եւ ձեր աշխատանքը, ղեկավարներից էլ ուշադիր եղեք, որպեսզի նրանց հետ կոնֆլիկտներ չլինեն, ղեկավարները կարող են խիստ լինել, կոնֆլիկտային լինել, գործընկերների հետ կարող են այսպես կոալիցիա կազմել, բայց ձեր ճկունությունը կփրկի ձեզ եւ աշխատանքում եւ միջանձնային հարաբերություններում։ Ծիլի կարիճներ, արտերկրի հետ կապված հարցերն են, բարձրագույն կրթության հետ կապված հարցերն են, աշխատանքի հետ կապված հարցերն են, հնարավոր է ձեզ գործուղեն արտերկիր, բայց դուք չեք ցանկանում հայրենիքից հեռանալ։ Ծիլի կարիճներ, գումար շատ եք չես սիրում։ Պետք է ուղղակի զգուշ լինել, գումար վաստակելու միջոցները տարբեր են լինում։ Կարող է գնաք արտերկիր, այնտեղից նորից հետ գաք այստեղ, խնդիրներ եմ տեսնում աշխատանքում եւ արտերկրում, բարձրագույն կրթության հետ կապված կամ առողջության հետ կապված։ Կարող է որոշեք գնալ արտերկրում այդ միջամտությունները կատարել, բժշկական, զգուշ եղեք, ուղղակի սահմաններն էլ հատելիս ուշադիր եղեք այն մարմիններից, այն մարդկանցից, որոնք զենք եւ զրահ են կրում։ Սահմանապահներն նրանք կարող են խիստ լինել, թղթերը անպայման ուշադիր այսպես ուսումնասիրեք եւ թող ամեն ինչ պատրաստնի, որպեսզի դուք կոնֆլիկտներ չունենաք եւ սահմանին, եւ արտերկրում, եւ նաեւ աշխատանքում։ Աշխատանքում էլ վիճակը որոշ չափով լարված կլինի աշխատավայրում, փորձեք փշերով չընդունել Մարսը խեցգետնում, ուղղակի հանգիստ կարողանաք ձեր գործը առաջ տանել։ Գիտեմ, կարիճների համար դժվար է, բայց դուք կարող եք տրանսֆորմացվել եւ հաջողությունները կգան ձեզ մոտ։ Ծիլի ցուլեր, խնդիրներ կարող են լինել հարևան, բարեկամ, քույր, նրանք կարող են մեկուսացման վայրերում հայտնվել կամ ուղղակի մեկուսանալ։ Եթե նրանց առողջության հետ կապված հարցերը ձեր հուզում են, ապա նրանց կարող եք օգնել, հոգեբանական աջակցություն կարող եք տրամադրել կամ ուղղակի կոնֆլիկտներ կարող են լինել ձեր հարևան, քույր, եղբայր նրանց հետ, որոնք ուղղակի ձեզ կտանեն մեկուսացման, չվախենաք, հենց մեկուսացման անունն եմ տալիս, գիտեմ թե դուք գիտեք թե բանտ եք գնալու այնտեղն են, չէ, դա կարա հոգեբանորեն մարդը առանձնանա, խնդիրներ լինեն, այդ խնդիրների արդյունքում մարդը առանձնանա եւ փորձի լուծել դրանք առանձին։ Հենց դա է, կարող եք վերցնել ինչ որտեղ տան մի անկյունում կամ հանգստավայրում այնտեղ լուծել ձեր խնդիրները։ Ուղղակի հոգեբանորեն մի փոքր լարված կարող եք լինել, սիրելի ցուլեր։ Սիրելի աղեղնավորներ, խնդիրը կարող է վերաբերել ձեր ֆինանսներին եւ ձեր երեխաներին, ձեր զուգընկեր, գործընկերները, ձեր ամուսինը կարող է չհովանավորել ձեր երեխաների կամ ընտանիքի կամ կենցաղի հետ կապված հարցերը։ Հնարավոր է, սիրելի աղեղնավորներ, ձեր երեխաների համար որոշակի վարկեր վերցնեք, գումարներ վերցնեք, ուշադիր եղեք, որ նրանք էլ վարկեր չվերցնեն, մեծ ծախսեր չանեն, կարող են գնալ խաղամոլության ետևից, 5-րդ տունը դա մեծ գումարներն է, մեծ գումարներ ասած, դա ուրախության տունն է, ազարտի տունն է։ Հնարավոր է նրանց համար մեծ պարտքեր անեք, ուշադիր եղեք, հետևեք նրանց, սիրելի աղեղնավորներ, գիտեմ, որ դուք շատ այդպես բարի նշան եք, բայց կարող է խնդիրներ լինել եւ երեխաների հետ, եւ այնտեղ ներդրումներ եւ նաեւ այն բիզնեսը, որը դուք ընտանիքով եք ստեղծել։ Հնարավոր է կոնֆլիկտներ լինի տան անդամների միջև, ներդրողների միջև եւ տուժի ձեր բիզնեսը, որը երեխայի նման խնամել եք։ Սիրելի երկորյակներ, վերջին կենդանակերպը ձեր ֆինանսների եւ ապագա պլանների տանը կարող է կոնֆլիկտային իրավիճակներ լինել։ Փող աշխատելիս կարող է շատ էմոցիոնալ լինել, նպատակներ շատ մեծ կարող եք դնել, բայց Սատուրնը այնտեղ ձեր 11-րդ տունը ասում է կանգ առ։ Սիրելի երկորյակ, խոսում եք, ասում եք, պատմում եք, բայց գործողությունների գնալիս պետք է էմոցիաներով չառաջնորդվեք։
զգուշացեք կոնֆլիկտներ չլինեն ձեր համախոհների հետ, ֆինանսական միջոցների պատճառով պարտք եք վերցնում, սիրելի երկորյակներ, ժամանակին տարեք ետ վերադարձեք, գումար եք տալիս, ուշադիր եղեք, որ կարող է ձեր գումարը չվերադարձնել։ Ֆինանսական դաշտում եւ ձեր համախոհների հետ որոշակի խնդիրներ կարող են լինել, բայց քանի որ դուք ճկունեք ինչպես կշեռքները, ակտիվ եք, ուղղակի եղեք ճշտապահ, ժամանակի զգացողություն ունեցեք, ապա ամեն ինչ կամաց կայուն ընթացքով կընթանա եւ մի քիչ սառըտատեք էմոցիաներին մի տրվեք ֆինանսների հետ կապված հարցերում։ Ծիլի հետևորդներ, չնեղվեք, դիրքերը բարդ են, բայց ես զգուշացնում եմ, որպեսզի կարողանաք հաղթահարել մեր բոլորի քարտեզում այդ կենդանակերպերը եւ այդ տները ակտիվ են։ Փորձենք ուղղակի ուշադիր լինել եւ կոնֆլիկտներից խուսափել։ Այլ մասնագետների նման, այսպես շատ բուռն չեմ արտահայտում, ճիշտ է, կլինեն խնդիրներ, բայց եթե դուք կայուն եք, եթե ձեր նպատակները բարդ են, եթե սադրանքների չեք գնում, իմացեք, որ 70-80%-ով դուք պաշտպանված եք։ Նաև նորից եմ դնում հաղորդումը անպայման օգոստոս ամսվա դրական օրերը օգտագործեք, որովհետև շատ բարենպաստ ամիս է եւ դուք կկարողանաք համընթաց գնալ տիեզերքի հետ։ Ես գիտեմ, որ չեք մոռանում, բաժանորդագրվում եք 35,000-ից ավել, մենք արդեն ունենք հետևորդներ մեր ալիքում, 20,000 հոգուց ավել կիսվել են հաղորդումներ, դուք պատկերացնում եք ինչ թիվ է, ուրախ եմ, որ ես ձեզ օգտակար եմ, որ հետևում եք ալիքներին եւ սոցհարթակներին։ Այսքանը սիրելի հետևորդներ, սիրում եմ ձեզ, սպասեք ավելի հետաքրքիր հաղորդումներ են լինելու։